հիդրոտերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին հոկտեմբերի 6-ից 7 և հոկտեմբերի 7-ից 8, ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի երկրին ամենամոտ կետում և համապատասխանաբար երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են, ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով մեծ է, ամենափոքրից պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելի, ինչը սովորաբար բավականին նկատելի է։ Լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին Երևանի ժամանակով ժամը 7:47-ին։ Սա նշանակում է, որ ՀՀ տարածքի համար հոկտեմբերի 6-ից 7-ի և հաջորդող հոկտեմբերի 7-ից 8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար լուսնի լուսավորության և բավական ցածր ամպամածության առումով։ Միայն Լոռու և Տավուշի մարզերում ամսի 6-ին ամպամածությունը կարող է խանգարել վայելել այդ գեղեցկությունը, իսկ 7-ին պայմանները առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար։ Գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-ից 4 լիալուսինը անընդմեջ։ Լուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերին 5-ին և դեկտեմբերին 4-ին, չնայած խոսքը ընդամենը 2-ից 3% տարբերության մասին է, իսկ վերջին ձևական գերլուսինը տեղի կունենա հունվարի 3-ին։ Հետգրություն անգլիական ավանդույթում հոկտեմբերյան լուսինը կոչվում է բերքահավաքի լուսին։ Այսպիսով, եթե որևէ մեկը դեռ չի հանել իր կարտոֆիլը, ապա դրա համար իսկական ժամանակն է։